Լինելով բժիշկ, ով շուրջ 13 տարի իր մասնագիտական ճանապարհն է հարթել հայրենիքում, մեծապես աշխատելով նաև ռուսալեզու և անգլալեզու բուժառուների հետ, մշտապես նկատել եմ պացիենտների, բուժառուների, օտարերկրացիների հիացական վերաբերմունքը մեր ազգային սովորույթների, մասնագիտական և մարդկային բացառիկ որակների նկատմամբ։ Միաժամանակ սեփական ազգիս մեջ մեկս մյուսին արժեզրկելու, սևացնելու, սևերի և սպիտակների բաժանելու կործանարար ձգտումը իր գագաթնակետին է հասել այս ապիկար իշխանությունների ներքո։ Ինչպես տարիներ առաջ երդվել ենք բժշկել մարդուն որպես առաջնային գերակա շահ ընդունելով նրա հոգեկան և ֆիզիկական առողջ լինելու իրավունքը, այնպես էլ այսօր ամոքության և բուժման կարիք ունի ամենաթանկը՝ մեր հայրենիքը։ Ուստի և սիրելի գոլեգաներ, այս պայքարի առաջնագծում պետք է գտնվենք նաև մենք, բժիշկներս։ Հունիսի 7-ը պարզապես ընտրությունների օր չէ։ Սա ընտրություն է հայի լինելու և չլինելու միջև։ Թուրքի առաջ մեր տան դարպասները անառիկ պահելու և բացելու և Թուրքի հետ ձուլվելու միջև։ Սա ընտրության օր է, ի վերջո, հայ ազնիվ առաջնորդ ունենալու ու չունենալու միջև։ Իդեմս Սամվել Կարապետյանի ես տեսնում եմ այդ առաջնորդի։ Նա նախկիններից չէ։ Հետևաբար չի մասնակցել իմ հայրենիքը աղքատացնելու գործընթացին, սեփական գրպանները լցնելով։ Նա ներկաներից էլ չէ։ Հետևաբար չի հանձնել իմ հայրենիքը, իմ մեծ ու հզոր հայրենիքից թողնելով մի փոքրիկ վիրավոր հայրենիք, բազմաթիվ մարդկանց թողնելով անտուն, անհիշատակ։ Նա մարդ է, ով և նախկինների ժամանակ, և ներկաների միայն բարեգործությամբ է զբաղվել, իր բարի կամքի դրսևորումը, իր հոգու և խղճի թելադրանքը ուղղել է իր ժողովրդին, իր հայրենիքը շենացնելուն, զարգացնելուն։ Հետևաբար, գուցե նա այն առաջնորդն է, ում առաջնորդությամբ մեր հայրենիքը կդառնա այն հզոր, ուժեղ հայրենիքը, որտեղ բոլորս մեկս մյուսի նկատմամբ լցված կլինենք բացառապես հարգանքով, ապրումակցությամբ և մեկս մյուսի ուրախությամբ կսկսենք ուրախանալ։ Ուստի և սիրելի հայրենակիցներ, սիրելի գոլեգաներ, հունիսի 7-ին մենք բոլորս պարտավոր ենք գնալ ընտրատեղամաս։ Անկախ լավ կամ վատ տրամադրությունից, անկախ եղանակային պայմաններից, անկախ նրանից, թե քանի անգամ ենք հոգնել սխալվելուց և հիասթափվելուց, մենք պարտք ունենք տալու մեր հայրենիքին։ Իսկ այդ պարտքը ճիշտ ընտրությունն է մեր մտքի, խղճի և հոգու առաջ։ Կյանքում եզակի գաղափարներ են, որոնք հոգնեկի թիվ չունեն։ Հայրենիքներ չեն լինում, հայրենիքը մեկն է։ Ցավոք մեր մեջ անհայրենիքներն էին շատացել, և հունիսի 7-ը դա մի օր է, երբ մենք կարող ենք ազատել, ազատագրել մեր սուրբ հայրենիքը բոլոր անհայրենիքներից։